ես տանջվում էի, չէի մտածում։ Մի ամբողջ գիշեր։ Մի երեկո ու մի գիշեր տևեց Ոսկետափի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշեսի միացումը Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Նա մտկափոխվեց ու իր բառերով ափսոսած, ցավ զգաց, շատ արագ։ Ես այսպես մտածեցի, եթե իրենք ճշմարիտ են, եթե ես ճշմարտության ճանապարհն էի բռնել առաջի հայտարարությամբ, ուրեմն ճշմարտությունը ինձ պիտի խաղաղություն եւ հանգստություն բերեր։ Ես խաղաղ չէի։ Արդյոք Ոսկետափի քահանային ստիպեցին միանալ Փաշինյանի օրակարգին, հետո էլ Մայրաթորից ստիպեցին հետ կանգնել։ Ճնշում չէ, հոգեբանական ազդեցություն էր։ Տեր Արտաշեսն այսպես է նկարագրում տեղական իշխանավորներից մեկի ու իր հանդիպումը։ Պատասխանատվությամբ հետեւյալն եմ ասում։ Մյուս կողմից ուղղակի ճնշում իմ վրա չի եղել, այսինքն բարենորոգման այդ շարժման մասնակիցների կամ շահառուների կողմից, այսպես ասեմ։ Մայրաթորից առավել եւս ինձ որևէ մեկը ոչ զանգել է, ոչ ճնշել է, ոչ հանդիպել է։ Ինձ ճնշող միակ ճնշող հանգամանքը որ կար եւ որը որ ինձ օգնեց, որ ես որոշումս փոխեցի, դա իմ ֆիքսն է եղել։ Չէ, ես չպատկերացրի, ասեցի ինքը հետ կգանգնի։ Այդքան ես իրան հավատում եմ, ճանաչում եմ։ Կտրուկ։ Ոսկետափի եկեղեցու մոմավաճառը Տիկին Անահիտն ասում է, կասկած չի ունեցել, որ իր քահանան հակակաթողիկոսական արշավին չի միանա, ինքն էլ բարենորոգման օրակարգին չի հավատում։ Սատանան մտել է մեջները մարդկանց։ Ես դրան լավ չեմ նայում։ Ինչ է բարենորոգ են, կներեք, ելի թող մի հատ իրանք բարենորոգվեն, նոր մեր եկեղեցուն կպնեն, կներեք։ Եկեղեցում երիտասարդաց միության աղջիկներին տեսանք։ Նրանց Տեր Արտաշեսը աստվածաշունչ ու կյանք է սովորեցնում։ Եթե դա իսկապես բարենորոգում լիներ, ուրեմն դրա հենց սկզբից չէր լինի այսքան պառակտումներ, բաժանումներ, այլ սիրով բոլորը կհավաքվեին ու կանեին իսկապես բարենորոգումներ։ Ոսկետափում շատեր տեղյակ չէին, որ իրենց քահանան կարճ ժամանակով միացել, ապա հրաժարվել է բարենորոգման օրակարգից։ Ասացին լավ քահանա է, բայց երկիրը փոթորկած ու թիվ 1 խնդիր դարձած թեմայի, կաթողիկոսի հեռացման հետ կապված հարցեր ունեն։ Այս տղամարդը չի ուզում, որ վարչապետը խառնվի հոգևոր գործերին։ Ինքը որ չի կարա այդ բանին անի, ասենք այդ կաթողիկոսը չի կարա գործից անի, ինչ էլ ուզում անի, ինքը չի կարա։ Ինքը իրավասություն չունի, չէ խառնում, ասենք հիմա թող եթե կարա թող լեզու գտնի յոլա այդան։ Թող լեզու գտնի, ուղղակի կանչի, իր սենակը նստեն զրուցեն։ Ուշ չէ լեզու գտնելու համար։ Չէ, ինչ ուշի, կաթողիկոսը 75 տարեկան ալը։ Ինչեւ իր կյանքի վերջը ինչ հո բան չէ, կարող է 100 տարի ապրի։ Ոսկետափցի մեկ այլ տղամարդ հարցեր ունի կաթողիկոսին։ Ինչ անում, չի անում, որ անես չինի։ Որ մեր պետությանը թեւ-թեւի տան ժողովրդին պահեն կպահի, չի անում։ Ճիշտ է վարչապետը։ Երեք նորից լսեց, որ կաթողիկոսն ու եղբայրը կագեբեի գործակալներ են, չի կասկածում, որ ճիշտ է վարչապետը։ Ճիշտ անում։ Իր ամեն ինչն է ճիշտ, Նիկոլ Փաշինյանի։ Նա մտածում է, որ մենք խաղաղ ապրենք, աշխատենք, ապրենք։ Խաղաղություն է սիրում։ Ոսկետափում միակարծություն չկա կաթողիկոսին գահից իջեցնելու իշխանական պլանի հարցում։ Ոչ մի օտարերկրում չի ծառա մեր կաթողիկոսը։ Մի հոգով չի որոշում, մենակ մի հոգի կա, Աստվածն է դա որոշում։ Կաթողիկոսը կմնա, քեռանա, ինչ կանի, մի հոգին չի կարող որոշի դա։ Ինչ բարենորոգ եք, ուր գնա։ Իրան տուն չունի, հետա տեղա էլի ամբողջ հայության կարելի է այդ ձևի բան անել։ Մեր սրբությունը հետա մնացել, չի կարելի էլի։ Լրիվ KGB-ի ագենտ են։ Հա? Մարդիկ ասում խոսում են, բայց ծանր օրեր են քահանաների համար, հատկապես Մասյացոտնի թեմում։ Փաշինյանին միացած թեմի առաջնորդին Գևորգ եպիսկոպոսին ամենայն հայոց կաթողիկոսը պաշտոնան կարեց, վերջինս դատի տվեց։ Դատարանն էլ ժամանակավորապես վերականգնեց նրան թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև այս գործով վերջնական վճիռ լինի։ Չի դադարում քննարկումը, արդյոք այս եկեղեցական ուխտի թեման դատարանը պիտի քններ։ Սրան զուգահեռ Մայրաթորը առաջնորդական տեղապահ նշանակեց Հայր Ռուբենին։ Նա դեռ թեմի առաջնորդարան չի մտել, այստեղ ոստիկանական հսկողություն է։ Քահանաները պատմում են, որ տեղական իշխանության ներկայացուցիչները հանդիպում ու հորդորում են իրենց միանալ Գևորգ Սրբազանին, այսինքն վարչապետի բարենորոգման ծրագրին։ Ինձ հետ զրույց եղել է, բայց ոչ ճնշման նպատակով։ Համենայն դեպս ես ինձ ճնշված չեմ զգացել։ Խաղ պայմաններում հանգիստ իրավիճակում խոսել ենք եւ այդպես ջերմորեն իրար
հրաժեշտ ենք տվել։ Վեդիի եկեղեցու հոգևոր հովիվը պատմում է, տեղի համայնքապետարանից են եկել իր հետ զրուցելու, սպառնալիքներ չեն եղել, փորձել են մտերմորեն համոզել։ Շատ հարգանքով է խոսել, եւ ես էլ հարգանքով պատասխանել եմ։ Հարգանքով էլ մերժել եմ, ասում է Տեր Հովսեփը։ Իսկ արդյոք մայրաթորից կան ճնշումներ, որպեսզի քահանաները համախմբվեն թեմին նորանշանակ տեղապահի Հայ Ռուբենի շուրջ։ Ոչ, ասում են, թեմը 24 քահանա ունի։ Նրանցից 19-ը բարենորոգման օրակարգին չեն միացել, Հայ Ռուբենի կողքին են այս պահի դրությամբ։ Մասիսի, Արտաշատի եկեղեցիների քահանաներն են Գևորգ եպիսկոպոսի առաջնորդությամբ շարունակում հոգևոր ծառայությունը։ Նրանցից Տեր Երվանդից մեկնաբանություն խնդրեցինք, հրաժարվեց։ Որն է լինելու վարչապետական պատարագի հաջորդ հասցեն, այս պահին դեռ պարզ չէ։ Մասիսի եկեղեցու մոտ մի տղամարդու հանդիպեցինք, դեռ տպավորված էր նախորդ արարողությամբ։ Շատ գերազանց եկավ այստեղ ամեն ինչը որ պետք է արավ, դեր որ սովորական մարդ, ես օրինակ այդ ձևի գնամ ուխտ, այսպես ասեմ, ինձ համար շատ գերազանց էր։ Ես դրա մեջ գտնում եմ, որ նա իսկապես ժողովրդական մարդ։ Ողջունում է հոգևոր կարգուկանոն հաստատելու վարչապետի ջանքը, վեհափառը թող գնա։ Եթե այդ մարդը լավ չի աշխատի, անպայման պետք է հեռանա։ Վերջապես պետք է մենք ունենանք կարգուկանոն։